Հայաստանում այսօր մարդիկ վստահ չեն, որ իրենց խնդիրները որևէ մեկին հետաքրքրում են։ Միասնության թևերը հրազդանում էր, վստահեցնելու, որ ոչ միայն լսելու են մարդկանց խնդիրներն, այլև գույքագրելու են ու փորձելու լուծել։ Միասնության թևեր նախաձեռնության 7-րդ գրասենյակը բացվեց։ Չնայած ձյան առատությանը հրազդանցիները հավաքվել էին ոչ միայն ներկա լինելու, այլև հարցեր տալու։ Բնակիչներին հուզող հարցերն ու մտահոգությունները շատ են, սպասել չկարողացան։ Ես ուզում եմ ձեր մեջ գտնեմ ամենահայրենասերին, ամենաճկուն քաղաքականագետին, ով կկարողանա այս վիճակից հանել այս խեղճ ու կրակ հային, վախ հայ։ Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը դիմեց հավաքվածներին ընդգծելով, որ այսօր առաջնահերթ է ոչ թե բաժանումը, այլ միասնությունը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանն ասում է, միայն միասնական մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել ստեղծված խնդիրները։ Ցավոք սրտի մեր երկրում այսօր կան խնդիրներ, որոնք աճում են, օրինակ միայն Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով Հայաստանում արդեն այսօր բնակչության 14.4%-ը 65 տարեկանից բարձր է։ Թաթոյանը ներկայացրեց նաև նախաձեռնության սոցիալական ուղղությունները, նշելով, որ մասնագիտական հաշվարկներով Հայաստանում հնարավոր է ապահովել անվճար կրթություն եւ առողջապահություն ճիշտ կառավարման եւ քաղաքական կամքի պայմաններում։ Մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Եթե մենք չունեցանք առողջ մարդիկ մեր երկրում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, մենք չենք ունենալու առողջ պետություն, մենք չենք կարողանալու առաջ տանել մեր պետությունը այնպես, ինչպես պետք է։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև արտաքին քաղաքական կողմնորոշմանը։ Մարդկանց ամենից շատ հուզող հարցերից մեկն էլ Հայաստանը, որ երկրի վրա հույս դնի։ Թաթոյանի խոսքով Հայաստանը պետք է հենվի սեփական կարողությունների վրա, միաժամանակ վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա։ Սխալ է այն տրամաբանությունը միշտ եղել, որ մենք ինչ-որ տեղեր հովանավորներ ենք փնտրում։ Դա ճիշտ չէ, ինչ որ մի հովանավոր մեզ անընդհատ իր շահերի համար զոհաբերելու է։ Մենք պետք է ունենանք մեր վրա, հույսներս դնենք, մենք մեզ առաջ տանենք։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանն էլ հիշեցրեց Հրազդանի արդյունաբերական ներուժը եւ նշեց, քաղաքը կարող է կրկին դառնալ տնտեսական ակտիվության կենտրոն։ Մեր մոտեցումը հետեւյալն է, ժողովուրդ ջան, մենք իհարկե պետք է բոլոր հնարավորությունները քննարկենք, բոլոր հնարավորությունները նայենք եւ դրանք շատ մանրամասն ուսումնասիրենք, բայց քանի որ ժամանակը առաջ է գնացել եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում տնտեսությունը զարգացման իր առանձնահատկություններն ունի, մենք ունենք մեր գաղափարներն ու մեր տեսլականները կոնկրետ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգի հիման վրա, թե ամեն մի տարածաշրջան, ամեն մի մարզ եւ ամեն մի բնակավայր ինչպիսի հնարավորություններ պետք է ունենա։ Հանդիպումից հետո քաղաքացիները ծանոթացան նորաբաց գրասենյակին, զրույցը շարունակվեց անելիքների մասին։ Նախաձեռնության հեղինակներն ասում են, այս գրասենյակը պարզապես հասցե չէ, սա փորձ է քաղաքականությունը դարձնել հասանելի, ժողովրդի ձայնը լսելի։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։